Հիսուսին, Տերը փառավորվի։ Եղբայրներ, քուրեր, ես հավատում եմ, որ Տիրոջ ներկայության մեջ մենք պիտի թեթևությունը զգանք։ Եթե եկել ենք այստեղ Տիրոջ հոգիով, մասնակցելու Տիրոջ պաշտամունքին, մեր բեռը Եզրայից պիտի վերցվի։ Պիտի վստահենք իրան, հավատում եք այս խոսքին։ Փառք Տիրոջը։ Եվ գրված է, որ իր վերքերով մենք բժշկվեցանք։ Ինչ ծանրություններ, որ այստեղ կան, Տիրոջ մոտ պիտի վերցվի մեզանից, որովհետև Տիրոջ խոստմունքն է դա։ Ասել է մեր Տերը։ Գրված է, որ նա ավետարանչություն էր անում, գրված է, որ բազում հիվանդներ էին բերում իր մոտ, տարբեր տեսակի, եւ բոլորին արձակում էր բժշկված։ Տիրոջ հոգի նույնն է, ինչպես եղբայրն ասեց, Հիսուս Քրիստոս նույնն է երեք այսօր եւ հավիտյան, նա չի փոխվում։ Մենք ուղղակի պետք է ուզենք դա։ Մենք պետք է փափագենք դա, խնդրենք Տիրոջը, որովհետեւ այդպիսի մի տեղ չկար, որ մեկը գար Հիսուսի մոտ, պարզապես Տեր իրան հենց մի բան ասեր կամ աներ, գալիս էին խնդրվածքով եւ աղոթքով։ Եվ անպայման Տերը գործում էր, որովհետեւ խնդրում էին իրան։ Ասում են Տեր, եթե կուզես ես կմաքրվեմ, ասում են ուզում եմ։ Եկեք Տիրոջ առաջ, հոգևոր շինություն աղոթեք, հոգևոր բաներ փնտրեք, այն մարմնավորը ինք իրան կլուծվի, որովհետեւ Տիրոջ խոսքն ասում է առաջ եկնքի թակավորություն եւ անոր արդարությունը փնտրեք, նոր մնացած բաները ձեզի գիտի։ Իսկ դուք հավատում եք այդ խոսքին, որ Տերն ասեց, այն ինչ որ դուք ուզում եք խնդրել, ձեր երկնային Հայրը արդեն գիտի այդ մասին։ Հասկանում եք, սիրելիներ։